Նվագախմբի ճուտոներն են փորձի են գնում, աղջիկները ծանր գործիքներով ու դժվար, տղաները թեթև, շվին մատների արանքում բռնած։ Ժողգործիքների նորաստեղծ անսամբլն է, անունն Արտույտիկ, ստեղծվել է Էջմիածնի առաջին երաժշտական դպրոցում, ներառելով առաջինից երրորդ դասարանների աշակերտներին։ Նպատակն էր, որ երեխաներին հայ ժողովրդական երաժշտությանը ավելի մոտեցնեմ եւ ավելի այդ սերը իրենց մեջ ավելի շատանա իրենց գործիքի նկատմամբ ինձ համար սկզբունքային մեխը եղել է այն, որ իրենք շարունակողը լինեն ժողովրդական երաժշտության ու պահպանողը։ Ուդի հետ առաջին շփումից այս աղջնակը միանգամից սիրել է գործիքը եւ այնքան արագ հմտացել, որ խմբավարը նկատել եւ հենց առաջին դասարանից ընդգրկել է անսամբլում։ Երաժշտախմբով հանդես գալու մասին չի էլ մտածել, իսկ հիմա մեծ դահլիճների եւ լուսավոր հեռանկարների մասին է երազում։ Ես ուզում եմ մեր խմբին մատով ցույց տամ, որ մեզ տեսնելուց տենց ասեն վա, ես ամենալավ խմբերից մեկն էր, որ նվագում են։ Ես ուզում եմ, որ ինձ ճանաչեն, որ ես սիրված լինեմ մարդկանց կողմից։ Ես պատկերացնում եմ, որ մեծանամ լիքը համերգներ եմ տալու։ Մի օր բեմ ենք բարձրանալու եւ շատ լավ նվագենք։ Նվագախմբում լինելը աշխուժացրել է փոքրիկ երաժիշտներին, մասնագիտական դասերից հետո շատ արագ են տեղափոխվում փորձասրահ որևէ ստեղծագործություն միասին կատարելու։ Ժողովրդական նվագարանների նկատմամբ սերը հիմնականում փոխանցվել է ընտանիքներից, ոմանք էլ ինքնուրույն են ընտրել հրապուրվելով առաջին իսկ նոտայից։ Ես հեռուստացույցում լսեցի շվին եւ նրա ձայնը ինձ շատ դուր եկավ եւ որոշեցի գալ երաժշտական դպրոց նվագել շվի։ Իմ քորիկը գնում է կանոնի եւ ես լսել եմ թե ինչ սիրուն է նվագում ու դրա համար ես եկել եմ կանոնի։ Դժվարությամբ ճանապարհ եմ անցել, բայց արդեն որ այնքան եմ նվագում, հեշտանում է։ Իրենք խմբի պատասխանատվության ներքո են, որովհետեւ եթե մեկն էլ ինչ-որ խնդիր եղավ, թերություն եղավ կատարման մեջ, պահվածքի մեջ, ուրեմն դա վերաբերում է բոլորին, խմբի առանձնահատկությունը դա է։ Իրենց բերել այդ մտածողությանը ժամանակի խնդիր է, բայց հաստատ համոզված եմ, որ կստացվի։ Ժողգործիքների մանկական անսամբլ հիմնելու մասին Սոնա Մկրտչյանը վաղուց է երազել, բայց իրագործել չի ստացվել, որովհետև առաջին երաժշտականում, որտեղ դասավանդում է, որոշ նվագարանների գործող դասարաններ չեն եղել։ Հիմա ոչ միայն դասարաններ կան, այլև ժողովրդական արվեստով հետաքրքրված երեխաներ իրենց հստակ ասելիքով։ Հաջորդ տարիներին արդեն կոմպոզիտորական այլ ստեղծագործություններ կվերցնենք ու որևէ կոմպոզիտորին նվիրված համերգ կանենք, մենահամերգ ու այդպես ստեղծագործական process-ի ընթացքում, երբ որ աշխատանքը կատարում ես, արդեն դա մի ուրիշ աշխարհ է եւ անընդհատ կարող են նոր գաղափարներ ծագել, իրենց հետ հենց այդպես եղավ, սենց միանգամից այդ ոգևորության ալիքը եղավ եւ երեխաներն էլ էին շատ ոգևորված եւ իրենց մասնագիտականի մանկավարժներն շատ ցանկանում էին, որ երեխաները գան ժողգործիքների անսամբլ։ Թեև նվագախմբում ընդգրկվելը փոքր-ինչ խտացրել է երեխաների գրաֆիկը, դրանից ոչ իրենք են սրտնեղում, ոչ ծնողները։ Անսամբլում ելույթ ունենալու փոքրիկների ուրախությունը փոխանցվել է նրանց ընտանիքներին։ Իմ բալիկն էլ է ցանկությունը մեծ ա եղել, ինքը մեծ ոգևորությամբ տանը արտահայտվել է, որ ես նվագախմբի մեջ եմ, շատ ենք ուրախացել, որ նվագախմբի մեջ է ու մեծ հեռանկարներ ունենք։ Արտույտիկը համերգներ կունենա, մեկնարկը կտա դպրոցի բեմից, հաշվետու համերգով, կմասնակցի նաև փառատոների։ Մենահամերգային մի ծրագիր էլ կներկայացնի Էջմիածնի հանդիսատեսին։ Հայկուշ Ասլանյան, Հայկ Պետրոսյան, լուրեր։